Դե ինչ դիտեցին գովազդ վերադարձանք եւ մենք շարունակում ենք հյուրը գալել Got Talent Հայաստանը նախագծում հաղթողի տիտրոսի համար պայքարող մասնակիցներին եւ մեր տաղավարում են մեր այսօրվա երրորդ հյուրերը Անուշ Իվանյան եւ Հրաչյա Օրդուխանյան բարի առավոտ Բարի լույս Շնորհակալություն ձեր առավոտը մեզ հետ սկսելու համար եւ իհարկե շնորհակալություն երաժշտական գործիքներով մեզ հյուր գալու համար Վերջապես Եկեք մի քիչ խոսենք ձեր զգացողությունների մասին ինչպիսի զգացողություններ ունեք արդեն այսպես էմոցիոնալ առումով հանգիստ եք թե դեռ սպասում եք որպեսզի հնչի հաղթող մասնակցի անունը Առհասարակ այդպեսին ես որպես այդպեսին էմոցիոնալ մարդ եմ եւ նման փուլերում միշտ անհամբեր եմ լինում նման շոու ծրագրերին, մրցույթներին մասնակցելուց, բայց այնքան եմ իմ կյանքի ընթացքում մասնակցել, որ մի քիչ թեթև եմ տանում, որովհետեւ ես իմ բոլոր ուժերը, մտահղացումները ներդրել եմ, որ կարողանամ ունենալ գերհզոր շոու, որը ֆինալում 3 տեսակ։ Ինչը Got Talent-ից անպակաս է վառ լուսավորություն, հրաշալի շոու ծրագիր, մի խոսքով ձեր էմոցիաներն ինչպիսին են։ Ես որ ճիշտն ասեմ, տենց չեմ սպասում թե ով է հաղթել, որովհետև բոլոր մասնակիցներն էլ իրենց ոլորտում լավագույնն են եւ մենք բոլորս իրար հետ ընկերներ ենք։ Օրինակ ինձ համար միևնույն է թե ով կհաղթի։ Ես իր համար շատ ուրախ կլինեմ։ Շատ ճիշտ նշեց, բոլոր մասնակիցները կարծես թե իրար հետ համամիտ են, բայց ես ունեմ եւս մի պրովոկացիոն հարց, որը ես տվեցի մեր մյուս հյուրերին։ Ում եք քվեարկել։ Բայց պետք է անկեղծ ասեք։ Անկեղծ ես ոչ ոքի չեմ քվեարկել, որովհետև բոլոր իմ ընկերներն են եւ մենք անգամ բեմում մրցակիցներ չենք ինչ-որ չափով, որովհետև մենք բեմից դուրս ընկերներ ենք ու միշտ այդ հարաբերությունները նորմալ պահում ենք, որ ապագայում էլ մեր ընկերությունը այս նախագծի շնորհիվ շարունակվի ու մնա։ Հրաշալի, Հրաչյան կարծես թե Ես ինքս Ես իսկապես շատ եմ գնահատում անկեղծությունը, որովհետև երբ մարդը արել է այդպես, ասում է այդպես, հրաշալի անկեղծություն է եւ անկեղծ լինելը շնորհակալություն դրա համար։ Խնդրեմ, ինչ եք պատրաստել մեզ համար, որ եկել եք երաժշտական գործիքներով։ Կարող եմ դհոլով ինչ-որ սոլո նվագել եւ իմ ձեռքերին կան կաստանյետ իսպանական գործիքը, որը ես հայտնաբերել եմ Իսպանիա մեկնելուց համերգային շրջագայության ժամանակ ու հետաքրքիրն այն էր, որ Իսպանիայում հենց մրցույթի համերգի ժամանակ սուսերով պարն էին նվագում իսպանացիները կաստանյետով, անունը կաստանյետ է այս գործիքի։ Թողարկման սկզբում նշեցինք, որ Իսպանիայում կարծես ռեկորդային ջերմություն է 40 աստիճան է, մարդիկ չեն գնում դպրոց, չեն գնում աշխատանքի, եկեք մի փոքր հողացնենք մեր Իսպանիայի հեռուստադիտողին։ Այո, սկսենք իսպանական գրքերից։ Դե սկսեմ էլի սուսերով պարից։ Ահա։ Դե սրան երաժշտություն է պետք, բայց ակապելայով կարծում կհասկանա։ Որ իսպանական այս գործիքով կլսեմ սուսերով պարը։ Հրաշալի է, շնորհակալություն։ Դե հոլին եւս կանրադառնանք, բայց մինչ այդ ձեր ամենահաջողված ելույթը ո՞րն եք համարում։ Իմ կարծիքով ֆինալի ելույթը։ Շատ լավ։ Դա ելույթ, որը համարում եք ոչ այդքան հաջողված։ Առհասարակ բոլոր իմ հարցազրույցներում ցանկանում եմ նշել, որ եթե արտիստը իր ելույթից 100%-անոցով գոհ է, դա իմ կարծիքով նշանակում է, որ ինքը այս ասպարեզում անելիք չունի, որովհետև պետք է ամեն օր նոր ինչ-որ մի բաներ սովորել եւ գիտելիքը ամրապնդել, բայց ես կառանձնացնեմ երկու ելույթ, որ իմ սրտին շատ մոտիկ է, դա երեկվա ֆինալի ելույթներ եւ երրորդ փուլը Ինչ եք նվագում։ Երեք նվագում էի աֆրո տակառների վրա, որը իսկական երաժշտական գործիք չէ, մենք ափսեի հեղուկ ներկրելու ամաններից կարողացել ենք պատրաստել նման գործիք եւ ներկայացնել հանրությանը եւ հետո հաջորդում էր միքսված տարբերակով բերթը հայկական, որ կարողացա բարձրանալ տղաների ուսերին եւ այնտեղ հավասարակշռություն պահելով նվագել ճիշտ ռիթմ։ Պետք է նշեմ, որ այդ ամեն ինչը ինչի համար հենց ֆինալին թողեցի, որովհետև ցանկացա նշել, որ
տղամարդու հետևում կա ուժեղ կին եւ իրենք ինձ օգնեցին որպես տղա, որ իմ ելույթը կարողանամ ես փայլուն ներկայացնեմ ու կարծում եմ ստացվել է։ Եվ ձեր ուժը ներկայացնեք կանացի, հրաշալի։ Հրաչա, բավականին երիտասարդ եք, դպրոցահասակ եթե չեմ սխալվում, ճիշտ է։ Այ ինչ տվեց նախագիծը ձեզ, որ հետո ամբողջ կյանքի ընթացքում ձեզ հետ է մնալու։ Առաջին հերթին նախագիծն ինձ տվեց շատ նոր ընկերներ, նաև տեսա այնտեղ պրոֆեսիոնալ աշխատանք եւ իհարկե հայտնիություն։ Որպես արտիստ դա բավական կարևոր է ինձ համար։ Եվ ստեղծագործելու հարթակ հնարավորություն կարծում եմ, որ ձեր տաղանդը ցույց տնեք։ Որն ինձ հնարավորություն տվեց ներկայացնել իմ տաղանդը ավելի մեծ հանրության։ Նմանատիպ նախագծերը լինելով Հայաստանում լավագույնը, որ իրականացնում է Շանթ հեռուստաընկերությունը, ունենում է բազմահազարանոց, տասնյակ հազարանոց հանդիսատես եւ հեռուստադիտող ֆանատներ կան, դրսում հանդիպում եք, մոտենում են ինչ-որ ջերմ խոսքեր կամ դիտողություններ, գուցե անում են արդյոք։ Կարծում եմ ավելի շատ գովեստի խոսքեր են նրանք։ Ես էլ եմ վստահ, բայց գուցե լինեն մարդիկ, ովքեր օրինակ ասում են, գիտես ինչ, Հրաչե, ես կարծում եմ այս լարը պետք է այսպես նվագեր գիտարի։ Եղել են դեպքեր։ Հրաչան այնքան տաղանդավոր է, որ լավ է նվագում, որ կարծես թե ինչ-որ մեկը չի կարող է։ Հաճելի է ձեզ, երբ մոտենում են, նկարվում են, ճանաչվում են։ Իհարկե, դա շատ հաճելի է։ Եվ ես շատ ուրախ եմ դրա համար եւ շատ շնորհակալ եմ իմ հանդիսատեսին։ Այո, եւ Շանթ հեռուստաընկերությանը, որովհետեւ իսկապես առաջին քայլերը երբ սկսվում են Շանթից, դա խոստանում է արդեն հետագայում շատ մեծ ճանապարհ։ Դուք ինչ կասեք, Անուշ։ Պետք է նշեմ, որ հենց նոր գալուց ինձ մի մարդ մոտեցավ եւ իր կարծիքը, անկեղծ կարծիքը կարծում եմ հայտնեց, որովհետեւ երբ որ արտիստին, բեմի արտիստին պատահական դրսում տեսնում են, միանգամից այդ պահին ինչ էմոցիաներ ունեն մարդու ելույթի հետ կապված, հենց այդ անկեղծ էմոցիաներն են ասում եւ նոր այդ մարդը ինձ ասեց, որ ապրես աղջիկ ջան, հենց այդպես էլ ասեց, որ դու կարողացար այդպիսի շքեղ ելույթ ունենալ երեկվա ֆինալի հետ կապված ու առհասարակ շատ են եղել այս շրջանում, որ մարդիկ հենց դրսում տեսել են եւ ես բոլորին շատ շնորհակալ եմ եւ քվեարկելու եւ իմ կողքին լինելու, որ իմ մեջ հավատացիք դուք այդ ուժը, որ ես հասա ֆինալ այսօր։ Շատ լավ։ Իսկ երբ սկզբից ներկայացրեցիք հայտ արդյոք ու ունեիք կանխատեսումներ, որ կհասնեք մինչեւ եզրափակիչ։ Երբ նոր էի ներկայացնում հայտը, այդպես ուսումնասիրում եմ ես նախագիծը ինչ էր անում ու նայել եմ նաև բրիտանականը, որպեսզի ավելի ճիշտ հասկանամ այս ամենի իմաստը ու երևի այդքան սպասումներ չունեի, բայց քանի որ իմ կարծիքով ես պայքարող տեսակ եմ եւ սպորտը դա ինձ սովորացրել է, ես փորձեցի այնպիսի մտահղացումներ, համարներ պատրաստել, որը մինչև այսօր չկային, իմպրովիզներ, շոուի ծրագրի մասեր, որ նորմալ լավ ինձ հնարավորինս արդարացնեմ հանրության առջև։ Ինչ սպորտաձևով եք զբաղվել։ Լավ։ Հիմա էլ եմ զբաղվում։ Հայաստանի հավաքականի մեջ եմ մարզվում եւ առաջի կարգի լողորդ եմ ու ուզում եմ ամեն ինչ անեմ էլի պայքարով, որ դառնամ սպորտի վարպետ։ Հրաշալի, մենք վստահ ենք կստացվի ձեզ մոտ, իսկ ձեզ մոտ Հրաչե, ինչպիսի սպասումներ կար, ինչ թե գուցե հենց այդ նպատակով էլ եկել եք, որ գուցե եւ հասնեք ֆինալ եւ լինեք ֆինալիստ, եւ հաղթող։ Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ սկզբում այդքան էլ դրական արձագանք չեմ ստանա, որովհետեւ ցավոք սրտի ռոք երաժշտությունը Հայաստանում շատ մեծ տարածում չունի, բայց ի զարմանս ինձ պարզվեց, որ ես սխալ եմ եւ ես այսօր հասա ֆինալ։ Այո, որովհետև տաղանդավոր մարդիկ գնահատվում են միշտ, դա եկեք հաշվի առնենք։ Դե ինչ, տեսնենք դհոլով ինչ կարող է ներկայացնել մեզ Անուշը։ Հեռուստադիտողը անհամբեր, ինչ գեղեցիկ դհոլ է։ Շատ աղջիկական դհոլ է, չէ՞։ Վարդագույն երանգով։ Դե Անուշ։
Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն նաև ձեր մասնակցության համար Got Talent-ին, որովհետև իսկապես ես կարծում եմ, որ եզրափակչում հայտնված մասնակիցներից որևէ մեկը, եթե չլիներ, եթե ի սկզբանե չորոշեր մասնակցել Got Talent Հայաստան նախագծին, ինչ որ մի գույն կպակասեր եւ այդ վառ երանգները գուցե եւ մենք այսքան վառ չզգայինք եւ չտեսնեինք։ Շնորհակալություն ձեզ, ձեր համարձակության համար, որ ի սկզբանե մասնակցել եք նախագծին եւ իհարկե շնորհավորանքները մեր փոխանցում ենք ձեզ, որովհետեւ ֆինալում հայտնվելը արդեն իսկ հաղթական է, այո։ Շնորհակալություն, հիշեցնենք սիրելի ուսանողներ, մենք այսօր մեզ մոտ հյուրընկալում ենք Got Talent Հայաստանի ֆինալիստներին, այն մարդկանց, ովքեր պայքարում են եւ կարծես թե արդեն պայքարել են հաղթանակի համար, մնում է հայտնել միայն հաղթողի անունը։ Իսկապես մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք եւ այսօր կարծես թե բոլոր ֆինալիստներին հյուրընկալեցինք արդեն, այնպես որ դուք տեսաք եւս մեկ անգամ նրանցից մեկի նաեւ փայլուն ելույթը մեր տաղավարից, իսկ երեք մենք դիտել էինք եզրափակիչը ու կսպասենք մոտակա օրին, որպեսզի իմանանք հաղթող մասնակցի անունը։ Շնորհակալություն ձեր առավոտը մեզ հետ կիսելու համար, իսկ մենք այս պահին շարունակենք մեր եթերը եւ ինչ ենք անում։ Այս պահին առաջարկում ենք ձեզ լսել երաժշտություն եւ վայելել։ Այո, մնացեք Շանթի հետ։